Ես սովորական մարդ եմ, իմ երակներում կարմիր արյուն է հոսում, եւ եթե ես ինձ որևէ մեկից վեր դասեի, ես չէի գնա կենաց մահու պայքարի։ Կասեի թող գնան, ով կզոհվի, ով չէ։ Զգուշավոր եք։ Ինչ առումով։ Իհարկե զգուշավոր եմ։ Այս ճանապարհը անցնելուց, այդ ձերք մեկնածների, դուրը թակածների։ Իհարկե զգուշավոր եմ, բայց եթե դուք մտել եք մի տոքսիկ իրավիճակ, որտեղ համաճարակ է, աղետալի համաճարակ, դուք ձեռնոցներ եւ դնչկալ չեք դնի, որ համաճարակը դա մեր քաղաքական դաշտն է, քաղաքական կյանքն է ներքին։ Այո, գայան է, որովհետև մենք Ռուսաստանի Դաշնությունից խորհրդային միությունից ազատագրվելուց հետո, եթե կարելի է դա այդպես ասել, որտեղ մենք ոչինչ չարեցինք օբյեկտիվորեն ազատագրվելու, ուղղակի նա քանդվում էր, մենք մնացինք փլատակների տակ։ Մեր 100-ամյա խնդրը շարակաց։ Այդպես էլ լիարժեքորեն չկարողացանք դուրս պրծնել Ռուսաստանից։ Խորհրդային միության փլատակների տակ հայտնվելուց հետո մենք չկարողացանք դուրս պրծնել Ռուսաստանի ազդեցությունից եւ այստեղի քաղաքական դաշտը մեծապես պայմանավորված է ռուսական կամքով։ Եվ այն աշխարհաքաղաքական իրողություններով, որ հիմա Ռուսաստանը օբյեկտիվորեն թուլացել է եւ չի կարողանում սկրուպուլոզ, մանրակրկիտ, մանրազնին ուշադրություն դարձնի ծայրագավառների տիրույթներին, հնարավորություն է ստեղծվում քաղաքանդրությանը ձևավորել ազգային քաղաքական ինստիտուտներ։ Դուք պատկերացնում եք, եթե նրանք ամբողջ թափով ներգրաված լինեին, մեզ հետ ինչ կարող էր պատահել։ Եվ այս առումով, երբ որ դու մուտք ես գործել այդ տոքսիկ իրավիճակ, դու պետքա շատ զգույշ լինես։ Շատ զգույշ։ Եվ ես մի բան եմ ուզում, ես ուզում եմ համագործակցել հայ ժողովրդի հետ։ Ես ուզում եմ Ինչպես։ Դա գեղեցիկ է հնչում, բայց ինչպես։ Ես ճանապարհները ասել եմ, մենք համագործակցության հետևյալ մոտեցումները ունենք։ Կուսակցական դառնալու համատեքստ, որը մենք ուսումնասիրում ենք, նոր ենք հնարավորություն տալիս դառնալ կուսակցական, դռները չենք բացել լայնորեն։ Երկրորդ համակարգը մասնագիտական կապիտալի ներուժի մասը դառնալ, որտեղ ես հասկանում եմ, որ ապագայում եթե ճակատագիրը եւ Աստված եւ հայ ժողովուրդը կամեցավ, որ մենք հաղթենք եւ ղեկավարենք Հայաստանի Հանրապետությունը, ապա հիմնվել բացառապես կուսակցության կադրային կապիտալի վրա, դա ուղղակի տապալման տանող ճանապարհ է լինելու, որտեղ շատ տաղանդավոր մասնագետներ կան, որ շնորհապետական կուսակցությունից չեն, կամ առհասարակ քաղաքական դաշտում չեն, ինչա պետքա նրանց չդիտարկես։ Եթե առավել եւս եթե քո քաղաքական ուժի անունը մերիտոկրատիա է, շնորհապետություն, արժանիների իշխանություն, այդ արժանին հեն է, դե բեր։ Բայց այդ արժանի տեղը պետք է իմանանք, չէ։ Դուք եք որոշում ով է արժանի, ով չէ։ Ինչ սանդղակով է։ Կուսակցության մոտեցումներով մենք ունենք բարեվարկության եւ անաչառության հանձնաժողով։ Բարեվարկության եւ անաչառության հանձնաժողովը 3 մոտեցում է դիտարկում։ Առաջինը նրա մասնագիտական հնարավորություններ, որը որ մենք չենք որոշել։ Ստացվում է նրա մասնագիտական աճը կապված է տվյալ անհատից եւ այն ինստիտուտներից, որ նրան կարգավիճակ շնորհել են։ Երկրորդը նրա մարդ տեսակից, էլի մենք չենք որոշել։ Այն անհատականությունը ինչ կյանքով է ապրել, արդյոք վնաս հասցրել է Հայաստանի Հանրապետությանը եւ այն կենսագրություն, հարկային պատմություն, անցած ճանապարհ եւ այլն նրա նկատմամբ արձագանքներ։ Այդ հարկային պատմությունն է շատ հետաքրքիր, դրա վրա էլ եք ուշադրում։ Եվ երրորդ ճանապարհը ոնց ինչպես ենք գնահատում, թե նա ինչ անուղղակի կապեր ունի եւ ում հետ։ Այս 3 մոտեցումները հնարավորություն են տալիս քեզ հասկանալ, նա արժանի է թե ոչ։ Բայց արժանի լինելը դեռ չի նշանակում լինել մերիտոկրատ, շնորհապետ։ Այսինքն դու կարող ես այդ արժանինքներով անհատականությանը բերես, դնես, ենթադրենք ինչ-որ մի գերատեսչության ղեկավարի պաշտոնին, բայց գերատեսչություն ղեկավարելը ռազմավարական մտայնության կոգնիտիվ գիտակցական հատկանիշներ պահանջող հանգամանք է եւ այդ մարդը ուղղակի իզորու չլինի ինչ իրավիճակներում կառավարել համակարգ։ Էլի դու ընդունում ես նրա արժանինքները, բայց փորձաշրջան անցնելուց հետո եթե արդյունք չի ապահովում, փոխարինվում է մեկ այլով։ Եվ իմ պրակտիկայի ընթացքում ես տեսել եմ, որ ինչ որ մի կազմակերպության ղեկավար, որը փայլուն չի տիրապետում խորությամբ
տեսական գիտական հատվածը, բայց լավ վարչարարության շնորհիվ կարողացել է լավ կառավարել եւ հակառակը բերել են շատ ուժեղ այդ ոլորտի ներկայացուցիչի, որը վարչական կառավարչական հմտությունների բաց է ունեցել, չի կարողացել կառավարել այդ արդյունավետությունը։ Հիմա դուք համարում եք, որ դուք եւ մեկը եւ մյուսը հատկությունները ունեք։ Ես համարում եմ, որ ես քաղաքացի եմ, որ 2026 թվականին իր ընտրությունը չգտնելու պատճառով կոչ արեց հայ ժողովրդին իր ծոցից ծնել ալտերնատիվ աներ, հայ ժողովուրդը փոխադարձ կոչով հանդես եկավ, ասաց դե ստեղծեք, դուք մեր ծոցից եք դուրս եկել։ Ես իմ պայքարն եմ տանում եւ ես կատարելագործվելու միտված անհատականություն եմ եւ ես դժվարություններն հաղթահարելու միտված անհատականություն եմ եւ ունեմ ջիղ ճգնաժամային իրավիճակներում սթափ մտայնությունս պահպանելու եւ դա փորձված է պատերազմով։ Ընդ որում սա եւս մեկ հանգամանք, որ ես կիսատ մնաց։ Երբևիցե իմ կյանքը չէի վտանգի հանուն հայրենիքի եւ այլոց, եթե ես ինձ վեր դասեի ուրիշներից։ Ի վերջո, իհարկե բոլորը ուզում են լավ ապրել, բոլորը ուզում են երկար ապրել, բոլորը ուզում են երազանքներին հասնել, բայց դա մեզանից կախված չի։ Կարևորը կյանքի երկարությունը չի, կյանքի խորությունն է եւ շատ օրինակներ կարելի է բերել, որ մարդը 100 ամյակը լրանալով հետ հայացք է նետում եւ հասկանում է, որ ոչինչ չունի թողած, ոչ մարդկությանը, ոչ բնությանը, եւ կարող ենք դիտարկել մեր հայրենիքի համար մարտիրոսված հերոսներին, որոնք 19-ամյա, 20-ամյա կյանք են ունեցել, բայց քաղաքակրթություն են փրկել։ Իմ խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր հայ այն քաղաքացիների եւ առհասարակ աշխարհասփյուռ հայությանը, որ բարձր տիտղոսների ներքո են իմ անունը հոլովում։ Շատ շնորհակալ ու զգացված եմ, դուք գիտեք, որ ես պատասխանատու անհատականություն եմ, իմ խոստումները պահպանում եմ։ Այնինչ խոսք եմ տվել միջև այսօր, արել եմ եւ շարունակել եմ նույն ոգով, դա գեղեցիկ ավանդույթ է դարձած, որտեղ իմ գերնպատակն է, որ իմ սիրելի հայ ժողովուրդը դուրս գա այս ճգնաժամից, մենք արժանի ենք նորմալ պետություն ունենալու։ Պատասխանելով ձեր հարցին, այո, մենք ական ենք պրոռուսական քաղաքական դաշտի համար։ Այն առումով, որ այն քաղաքական համակարգը, որը ձևավորվել է 90-ականներից սկսած, որը շարունակում է գործել հիմա, մեր հաջողությամբ պայմանավորված դադարելու է գոյություն ունենալ։ Եվ ի վերջո կձևավորվի հայկական քաղաքակրթական եւ քաղաքական համակարգը։ Ոչ թե այն համակարգը, որը սպասարկել է կամ ծայրագավառի կարգավիճակ է ունեցել, որը ունեցել է կուրատորներ, այսպես ասած, կուրատորների դաս։ Եվ շնորհապետական կուսակցությունը երբևիցե որևէ մի պետության քաղաքական օրակարգի հետ ասոցիացված չի բանակցել, չի գնվել, գումարներ չի վերցրել։ Մենք մաքուր ձեռքեր ունենք, մաքուր հոգի, մաքուր խիղճ։ Այս ընթացքում Ռուսաստանի հետ բանակցություններ վարվել են։ Բացարձակ, նախընտրական շրջանում։ Բացարձակ։ Մենք ընդհանրապես նրանց հետ որևէ կապ կամ շփում չենք ունեցել եւ հանուն արդարության ասենք որևէ մեկի հետ կապրի։ Իսկ ձեզ վրա դուրս են եկել փորձել են, թե չէ։ Փորձեր կատարվել են, իհարկե ոնց կլիներ, որ փորձեր չլինեին, բայց դե դու հասկանում ես, թե որ ուղղություններից են եւ ինչ են, դու պետքա փորձես, մանևրես եւ հնարավորություն չտաս, որ արատավորվի, որտեւ ի վերջո եթե պետք է դառնանք այն ինչ որ կա արդեն, մեր գոյությունը անիմաստ է դառնում։ Ինչի՞ս էր պետք նախաձեռնել մի քաղաքական գործընթաց, որը պետքա լինի այն ինչ որ կար։ Ես հատուկ քաղաքականություն մտա, որ նախաձեռնեմ այն ինչ որ չկար եւ չի եղել ի բնե։ Եվ ես միջ ընտրությունները կոչ արեցի, որ եթե դաշտում կլինեն մաքուր ուժեր, որոնք քաղաքական դաշտ կնետվեն, կգան մեր կողքը կկանգնեն որպես առանձին քաղաքական սուբյեկտ, բայց նոր համակարգի մաս, ես ինչով ասես նրանց ինչով հնարավոր է կօգնեմ խորհրդատվությամբ, ճանապարհի անցնելու առումով եւ այլն, որովհետեւ մեկ ձեռքը ծափ չի տա, չէ՞, մենք ուզում ենք որ գոնե երկրորդը լինի մեր նման։ Թող մենք աճ կենտրոնամետենք, թող նրանք էլ լինեն, ենթադրենք կենտրոն կամ լինեն ձախ կենտրոնամետ։ Էական չի գաղափարախոսական, էականը որ ինքը լինի մաքուր, երբևիցե որևէ մեկի հետ չասոցիացված եւ նույն սկզբունքներով քաղաքական դաշտում, որ գլխավոր առարկան բանավեճի գաղափարն է եւ աշխատելավոճը ոչ թե անհատներ։ Բռնել ես թիրախավորել ես մի մարդու, որը գիտնական է։ Ստացվում է դու սրիկա ես ուղակի։
Գնա խոսա կոռումպացվածների մասին, թալանչիների մասին, հանցագործների մասին, խոսում ես մի մարդու մասին, որը գիտությունից եկել է, երբևիցե որևէ արատավոր բաների մեջ չի եղել, երկիր չի ավերել, վատ բանակցություններ չի տարել առաջ, կեղտոտ փողերի հետ կապ չի ունեցել։ Նշանակում է դու սրիկա ես։ Բայց եթե կլինեն ուժեր, որոնք որ մաքուր են, կթիրախավորեն գործը, մենք այդ ուժերի հետ համագործակցելու հնարավորություն կտեսնենք։ Իմիջիայլոց ասենք, որ մենք հիմա էլ ենք աշխատում ի հեճուկս ամեն ինչի, մենք երեք Հայաստանի Շնորհապետական Կուսակցության տնտեսության հարցերով մշտական հանձնաժողովի նիստ ունեցանք, բաց նիստ ընդլայնված, որտեղ առևտրային պալատի ներկայացուցիչներ կային, որտեղ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ կային, կուսակցականներ կային, մասնագիտական հանրույթի ներկայացուցիչներ կային։ Գեղեցիկ քննարկում ունեցանք հրատապ հարցերի վերաբերյալ, այդ անգամ թեման արտահանմանը վերաբերվող հարցներ Հայաստանի առաջ ծառացած։ Ընդ որում հրավերներ գնացին նաև պետական կառույցներին, էկոնոմիկայի նախարարին եւ այլն, որ եթե հարկ կհամարեին գային ներկա լինեին, գուցե եւ չեկան։ Սա քաղաքական մշակույթի բացակայության մասին է։ Համարում են, որ իրենց հարիր չէ, հա, երևի։ Ես չեմ կարծում, որ համարում են, թե հարիր չէ, ես կարծում եմ ավելի շուտ վախենում են նրանց քաղաքական առաջնորդի արձագանքից։